Նայում եք եկեղեցին պատկերը տեսնելով փոքր աշխատակիցներ բոլոր մուտքերի մոտ ընկված քաղաքացիները չեն կարողանում մուտք գործել հերթ են կանգնում որպեսզի մուտք գործեն ինչ ասում են աննախադեպ է երբեք նման բան չի եղել Դե աննախադեպ է իրոք աննախադեպ է երբ որ սրբապղծության մեջ մեղադրվող բազմաթիվ մարդիկ շարունակում են վերանալու ստացվելը սա իրոք աննախադեպ է եւ անթույլատրելի եկեղեցու կանոնագիրը խախտել Վստահ է վերանում տարբեր տեսակի սրբապղծությունների մեջ ապացուցված արդեն ներգրաված մարդիկ ուրեմն կամ ըստ քննչական կոմիտեի տարբեր տեսակի սրբապիղծ ծառայողների մեջ մեղսագրվող մարդիկ որոնք նույնիսկ աշխարհիկ մարդիկ իրենք են տալիս ներգրաված մարդիկ ստաց են վերանում դա իհարկե աննախադեպ է բայց մեր առաքելությունը նա է որպեսզի այդ մարդկանց այդտեղից հեռացնենք եւ դա կանենք որովհետեւ սա մեր պարտավորությունն է հայ առաքելական սուրբ եկեղեցու հանդեպ թեմի որևէ հոգեվորական չի ցանկացել զեղչել կաթողիկոսի անունը կազատենք այդ մարդկանց կապանքներից որովհետեւ կաթողիկոսը նրանց ով որ ուրեմն փորձում է եկեղեցու մատուցությամբ զբաղվել այդ փոքր խմբակը այդ մարդկանց կարգալուծյանում նրանք եւս կազատվեն ինչպես այնպես որ մենք այդ քաղաքացիներ կան որոնք մենք այդ մարդկանց կազատենք այն ուրեմն ռեժիմից, որի տակ նրանք գտնվում են այդ ճնշումներից, դա մեր պարտքն է, դա էլ կանենք եւ նրանք վստահաբար ազատված կլինեն եւ իրենց հոգեվոր խոսքը երբ ուզեն ինչպես ասեք էլի ինչպես եք ուղարկել ինչպես Նիկոլ Փաշինյանը հաղորդում ոնց որ ԱԱԾ-ին են ուղարկել որպեսզի իր բարերով ամենատեպս Փաշինյանի խնդրանքով հա միջամտային որպեսզի զեղչվի պատալակի ընթացքում այդ ձև է ես այսպես եմ կարծում եւ արդյոք ես այսպես եմ կարծում որ այն մարդը որ իրավունք ունի կաթողիկոս լինել եւ ինքը կաթողիկոս չէ եւ բռնազավթել է վեհարանը բնականաբար պետությունը շատ նորմալ է որ մենք չենք կարող որպես պետություն հաշտ լինել մի իրավիճակի հետ երբ որ որևէ մեկով չի կարող լինել կաթողիկոս նստած է վեհարանում որտեղ կներեք այդպես բոլորն էլ կարող են գնալ նստել իսկ ինչ չէ դուք կարող եք որտեղ դուք էլ կարող եք բայց քաղաքացիներ կան որ չեն կիսում դե տեսակետը քիչ առաջ մենք ֆիքսեցինք դուք էլ լսեցիք քաղաքացին որ գնում է իհարկե մենք կոռեկտ չենք համարում նման վիրավորան կատարության խոսքը լուսաբանել է սային բայց դուք էլ տեսնում եք որ ինչպիսի վերաբերմունք կա նաև ձեր քաղաքական թիմի ես մեր քաղաքացիների ցավը տանեմ իրանք մենք հենց այդ դա է մեր առավելությունը որ մենք քաղաքացիների ազատ խոսելու համաձայն չեն իրավունք ունեն համաձայն չլինելու բնակության մեծ մասն համաձայն է մեր հետ բա մեր փոքր ինչ գիտեք համաձայն չի Գյումրիում դուք պարտություն եք կրել կոնկրետ դուք Գյումրիում եք եւ պարտություն եք կրել մենք Գյումրիում պարտություն չենք կրել մենք Գյումրիում տարել ենք այնքան ձայն որ բոլորը իրար հետ տես տարբեր տեսակի բաներով այդպես ամեն դեպքում չկարողացա որի արդյունքում ինչ տեղի ունեցավ որի արդյունքում բերեցին մեկին ընտրեցին ով որ ընդամենը Ինչքան մեծ կարծեք ունիք դեր մասին 6 ամիս պահանջվեց այդ քպագանախորը որպեսի ընդամենը 6 ամիս պահանջվեց այդ մարդուց որպեսի քննչական կոմիտեն նրան գուցե կանեք մեղադրանք վաճառով են մեղադրանքն պարոն Պապյան մեղադրանք հարուցեց նրա նկատմամբ որտեղ այդ մարդը մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ Էսա ձեր ներկայացրած մարդկանց պատկերը Պարոն Պապյան չմոռանանք այսօրվա Ես այսօրվա առօրյա խորհրդի մասին խոսել եմ Ուշ միացանք էլի Կասեք օրվա խորհրդը 37 տարի այդ ամեն դեպքում Գյումրիում տեղ տնակներում ապրողներ Ես բավականին երկար դրա մասին խոսեցի ասում եմ պետք է նայենք հետեւյալ տրամաբանությամբ այն մարդիկ որոնք են այն մարդիկ ովքեր որ բնակարան չեն ստացել դա մի ուրիշ պատմություն է մեկ ուրիշ պատմություն է երբ որ այն մարդիկ որոնք բնակարան ստացել են որովհետև այն մարդիկ որոնք բնակարան են ստացել այդ մարդիկ ունեն արդեն այդ մարդկանց հետ նույնպիսի հնարավորություն եւ իրավունքներ ունեն մեկ կապանի քաղաքացիները, Մեղրիի քաղաքացիները, Նոյեմբերյանի քաղաքացիները, Սիսյանի քաղաքացիները